Բաքուն վերսկսել է հոգևորականների մակարդակով լուտանքներ թափել Հայաստանի վրա։ Ալլա Շուքյուր Փաշազադեն հայկական եկեղեցիներն ու հայկական հոգևոր մշակութային արժեքներն է պիտակավորել։ Արցախյան հոգևոր արժեքներն ու եկեղեցիները հիմնահատակ ավերելու ջատագով ադրբեջանցի հոգևորականը Սուրբ Էջմիածնին այլ անվանում է տվել։ Այս քաղաքականությունը Ադրբեջանի հոգևոր առաջնորդը սկսել է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Այլ արկալ իրանք գնում են իրենց ծրագրով։ Հիմա էլ արդեն նշանակում են Արևմտյան Ադրբեջանի իրանց թեզը համագումար իրականացրեցին ավելի Արևմտյան Ադրբեջանի, ենթադրել Արևմտյան Ադրբեջանի համար հոգևոր առաջնորդ են նշանակել։ Քաղաքագետների դիտարկմամբ Ադրբեջանից տարբեր տրամաչափի եւ ռանգի հոգևորականների քաղաքական գործիչների հայտարարությունները խոսում են ռազմատենչության մասին։ Բաքուն պետք է չէ կեղծ թեզեր եւ լոզունգներ առաջ քաշի նախապատրաստվելով բուն հարձակմանը։ Դու չես կարող միանգամից հարձակվել մի երկրի վրա, դու պետք է դրա համար նախապատրաստական ուրեմն աշխատանքներ իրականացնել, ցույց տալու համար, որ այդ երկիրը քոնն է եւ ուրիշ երկրները այդտեղ ուրեմն ժամանակավոր տիրություն են անում։ Իսկ դրա համար դու պետք է տարատեսակ կեղծ գիտական թեզեր դնել շրջանառության մեջ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն արձագանքել է Փաշազադեի հայտարարություններին, նշելով, որ Փաշազադեն հանդես է եկել հայ ժողովրդի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված ատելությամբ եւ պատմական փաստերի խեղաթյուրումներով։ Մայրաթորն անհեթեթ է որակել նրա պնդումները, թե իբրև Էջմիածնի մայր տաճարը եւ այլ հայկական սրբավայրեր գտնվում են պատմական ադրբեջանական հողերում։ Զավեշտալի է, երբ ժողովրդի հոգևոր առաջնորդը, որի էթնոնիմն առաջացել է միայն 1930-ականներին, փորձում է վիճարկել հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի ինքնությունը եւ ժառանգությունը։ Նման կեղծարարությունները վկայում են, որ իրական սպառնալիքը տարածաշրջանի համար բխում է հենց այդ մոտեցումներից։ Սուտն ու կեղծիքը, որքան էլ կրկնվեն, չեն կարող ճշմարտություն դառնալ։ Փաշազադեի հերթական հայտարարությունը Արցախի պահպանության կոմիտեն հայատյացության դրսևորում է համարում։ Այն արտացոլում է նրա իրական վտանգավոր եւ պատերազմ հրահրող դեմքը։ Ալլահ Շուքյուր Փաշազադեն ոչ միայն ատում է հայերին, այլև բացահայտորեն արհամարում է ամբողջ հայկական մշակույթը, պատմությունը եւ ազգային ինքնությունը։ Նրա ակտիվ դերակատարումը Արցախի մշակութային եւ հոգեվոր ժառանգության ոչնչացման քաղաքականության մեջ անժխտելի է։ Հենց նա է մշտապես հանդես եկել հայտարարություններով, որոնք դարձել են հայ ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի գաղափարական հիմք, կրոնական քողի տակ արդարացնելով ռազմական հանցագործությունները։ Արցախի պահպանության կոմիտեն կոչ է անում միջազգային հանրությանը չանտեսել նման բացահայտ ատելության քարոզը, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու սպառնում խաղաղությանը եւ կայունությանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։